Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր մենք նորից ուղիղ եթերում ենք, Աստված օրհնի մեր հայ ազգին։ Սիրելի հայրենակիցներ, անցած եթերից հետո ես ունեցա շատ հետաքրքիր նորից SMS-ներ, հարցեր, շատ կտրուկ մարդիկ ինչ որ տեսնում են այս պահին, թե հոգևոր դաշտում, թե մեր առօրյա դաշտում են ինչ որ լինում այս խաբեություն, այս բղծությունները մենք չենք կարող լռել եւ չխոսել, որովհետեւ այսպես շարունակվել դա գնում է մեր երկրի քանդմանը, դա գնում է մեր հոգեվոր աշխարհի քանդմանը, դրա համար սիրելի հայրենակիցներ, այսօր ես նորից ուղիղ եթերում եմ եւ այսօր ես ուզում եմ խոսել այն իրավիճակից, որ կատարվում է մեր բանակի եւ երեխաների հետ։ Ես ուզում եմ խոսել Նիկոլ Փաշինյանի արտահայտված, որ այդ գյուղերը հայկական գյուղեր չեն, եւ ես ուզում եմ, որ մենք հասկանանք, որ այս ամեն ինչը տանում է դեպի Հայաստան աշխարհի փլուզումը եւ նույնը մեր հոգեվոր դաշտի փլուզումը, ոնց որ Նիկոլն ասել, որ մինչև 2031 թիվը պետք է 2 միլիարդ փող հավաքվի հայրենակիցներից, մինչև 2031 թիվը նրա դեմ դրված է, որ Հայաստանը մտնի Թուրքիայի հպատակության տակ։ Եթե մենք այսպես լռությունով սպասենք եւ թողնենք այս ամեն ինչը եւ չխոսենք եւ մեր սփյուռքը ոտքի չկանգնի, ես ոչ թե համոզված եմ այդ անունը դրան, որտեղ լռությունը համաձայնության նշան է, սիրելի հայրենակիցներ, իսկ մենք պետք է բարձրաձայնենք եւ գործենք։ Սիրելի հայրենակիցներ, այսօր ես ուզում եմ մի բան հիմա Նիկոլ Փաշինյանից լսել։ Ես սրա ձենը որ լսում եմ, ուղղակի ես չգիտեմ, իմ հետ շատ վատ բան է կատարվում, որովհետեւ այս մարդը անցել է իր բոլոր սահմանները եւ 15 միլիոն հայրենակիցներ լսելով լսում են այս, չգիտեմ, սատանայի առաքյալին եւ շատ քիչ մարդիկ են արձագանքում։ Ես չեմ ուզում խոսել ընդդիմադիրներից, որտեղ մենք այսօր ընդդիմադիր չունենք, դրանք նույն առևտրականներն են։ Ես ասել եմ, պետքա բոլոր ինստիտուտները եւ ընդդիմադիրները, ով որ 90-ականներից մինչեւ հիմա գոյություն ունեն այս խաղի մեջ են, նրանք պետքա քանդվեն, պատասխանատվության դրվեն։ Ես ոչ մեկին չեմ ընդունում, այսօրվա այս ընդդիմադիր կոչված ճակերտավորը բոլորիդ խափեցին նորից, որ ոնց կարա ասելով Քոչարյանը մարդասպանա, բայց լինի երրորդ ուժը, դե Սերժ Սարգսյանը ամենասուրբ մարդն է, ոնց հասկացանք, բոլորը դատում են Սերժ Սարգսյանին մերժելով համար մեկին, բայց այսօր Սերժ Սարգսյանը եւ նրա եղբայրները ազատության մեջ են, абսուրդ, դատվում են բոլորովին ուրիշ մարդիկ, երկիրը կանգնած է նարկոտիկի եւ սպանությունների, հանցագործությունների ամենավերջի կարմիր գծում, լրբերը դարել են սրբեր, սրբերին սարքել են լիրբ եւ այն ով որ առողջ մտածելակերպ ուներ սպանեցին, այն մնացածին այնպես արեցին, որ երկիրը լքեն, մի քանիսին էլ բռնեցին եւ շինցու գործերով փագեցին։ Հիմա դրա համար մենք պետք է սիրելի հայրենակիցներ այս ամեն ինչը չթողնենք։ Ես նորից եւ նորից ասել եմ, այդ աշխատանքը մենք տանելու ենք մինչեւ վերջ, Նիկոլ, Տրամպի ճանապարհը չի լինելու, Թուրքա հպատակություն չի լինելու, մենք չենք գնալու դեպի Թուրքիա, նրա ծրագիրը այսպես է, փակել Ռուսաստանի ճանապարհը, բոլոր կողմերից սարքել այնպիսի մի հատ բան, որ ինքը ամենաարդարն է, վայ տեսեք մենք, վաղը կբերի այն հանգամանքի, որ կասի տեսեք Ռուսաստանը փակեց, համ օդայինը, համ ցամաքայինը, ինչ անենք, պետք է ստիպված Եվրոպա գնանք, իսկ Եվրոպա ոնց են գնում, չերես Թուրքիա։ Եվ Ադրբեջան եւ Թուրքիան կմիացնեն նրանց հետ միասին, կասեն ինչ եք ուզում առևտուր։ Ամենաաբսուրդայինը, որ մենք այսօր ապրում ենք, արտաքին գործերի նախարարությունը ստեղծեց բիզնես նախարարություն, որովհետեւ դիվանագիտությունը սարքեց առևտրի կենտրոն։ Առևտրի կենտրոնը սարքի Արաբատ Միրզոյանին, որովհետեւ նրանք պիտի առևտուր անեն, ասելով խաղաղություն, առևտուր
ձեր որդիների, մեր եղբայրների եւ մեր հայկական հողերի հաշվին։ Հիմա լսենք մի խայտարագություն, որը լսելով լսում ենք բոլորս եւ այս բոզի տղուն թույլ ենք տալում դեռ լինի վարչապետ։ ԱԱԾ աշխատողներ 8 տարի քանի ծառայող կա, որոշող կա, որ կարող է Նիկոլ Փաշինյանի եւ Նիկոլ Փաշինյանի նմանին 1 րոպեում ձերբակալել, դուք պետք է ցմադատվեք։ Ես ձեզ ասել եմ, դուք պետք է ցմադատվեք, որտեղ դուք բաներ եք լսում, որ դուք հասկանում եք, որ դա աբսուրդ է, եւ այս բոզի տղուն դուք չեք տանում դատի, դուք չեք ձերբակալում։ Հիմա սիրելի հայրենակիցներ, լսենք ու մի հատ մեկնաբանենք, տեսնենք այս Այո, ես նաև ասել եմ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Եվ այդ ասելու արդյունքում է, որ մենք հասել ենք այս կետին։ Եվ սա լավ կետ է։ Այո, ես նաև ասել եմ Արցախը Հայաստանը։ Նորից եմ ուզում լսել, որ Այո, ես նաև ասել եմ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Եվ այդ ասելու արդյունքում է, որ մենք հասել ենք այս կետին։ Եվ սա լավ։ Ուրեմն ես ուզում եմ այսպես խորխեմ այս անձնավորության դեմքին, ինչ է նշանակում։ Ես ասել եմ, այո, Արցախը Հայաստանի Հանրապետության մի մասն է, դրա համար բերել է այս արդյունքին։ Նշանակում է բոզի տղա, դու պրովոկացիա արեցիր, դու պրովոկացիա արեցիր, որ կռիվ հրահրես մեր երկրին, գիտակցելով, որ բերես քո անվան տակ դնես խաղաղություն, բայց 5000 երեխա, 160,000 արցախցի եւ մեր հողը տալով ու սրա համար ոչ մի ԱԱԾ-ի աշխատող, ոչ մի ընդդիմադիր եւ սփյուռքը չի ասեմ, խորխեմ ես քո դեմքին, բոզի տղա։ Ոնց կարած ասես, Արցախը Հայաստանը եւ վերջ, ու սրա համար ոչ մեկ չի պատասխան տալը։ Կարակ ինձ սփյուռք ասեք, հայրենակիցներ կարակ սրա բացատրությունը տակ, ասում այո, ես ասեմ դրա համար արդյունք ես ունեցանք։ Ինչ ունեցանք։ Ասեց արեք մորթեք, որ մենք ունենանք խաղաղություն, բոզի տղա, բախի քո կնգաչ տարար տվիր, խի քո թուլեկին չտարար տվեցի, որ 5000 անմեղ երեխու տարար մորթել տվեցիր, ասում այո, ես ասել եմ Հայաստանն է, բախի չես ասեմ Թուրքիանն էր Հայաստանը, բախի չես ասեմ Ռուսաստանը, խի չես ասեմ Կամբոջան էլ է Հայաստանը, բոզի տղա, ու այսօր 14 միլիոն հայ, լռելով լռումա նայում է, թե ոնց են Մալի պես տանում դեպի Թուրքիային կողելով Թուրքիայի տակ դառնալով իսլամ։ Ինչ է նշանակում, ես ինադու եմ ասես բառերը, որ Արցախը Հայաստանա եւ վերջ։ Դրա համար ունեցանք այն ինչ որ ունեցանք։ Պոտենցիալ մարդասպան պորնիկի տղեն ասում է, ես գիտակցաբար ձեզից երեխեքի տալ եմ սպանեմ, որ Արցախը տամ, որ 5000 երեխա բերեք թաղեք, 160,000-ը սարքեն փախստական, որ ունենանք խաղաղություն, ում հաշվին բոզի տղա։ Գցենք պրովոկացիայի համար, եթե մի հոգու մարդու պրովոկացիա ես անում, 2-ից 5 տարի դադա հասնում էր այդ մարդուն դու պրովոկացիան հանում քեզ գլխից խփում է, ու այդ խփողը չի դադում, որտեվ ասում արա հերիք այս պրովոկացիա անես։ Հələ տեսեք ինչ բառ ասում։ Ու նույն շարունակում է, ասում է Տիգրանաշենը եւ մնացած այդ գյուղերը, ասում ադրբեջանական գյուղ է, 14 միլիոն սփյուռք։ Ես հիմի ձեզ հարց եմ տալի։ Գյուղերը այդ, որ հիմի խոսում եմ Նիկոլ Փաշուլին, բոզի տղեն, դա հայկական հող է, թե թուրքական հող է։ Կամ մի հատ հայ, որ Կասկածի տակ դնի Տիգրանաշենն ու մնացած գյուղերը դա հայկական հողեր չեն։ Ու այսօր 14 միլիոն լսում է, ԱԱՑ-ն լսում է, այդ չկոչված ընդդիմացությունը լսում, ընդդիմադի այդ ուժերը վրոձի, հա, եկե նստել են լսում են ու ձեն չեն հանում։ Ու այսօր մենք 8 ամսա մեջ ունեցել ենք 13 հատ անմեղ երեխու, անմեղ զոհեր, բոզի տղա Պապիկյան, արիստեղ։ Այ որ ես ասում եմ Վարդան Ղուկասյանը պետք է 1 րոպե շուտ գա, որ այս դեղին հերախոսը մցնի քո կնոջ եւ մնացած քո պես մտածողների համապատասխան տեղ եմ վաղ ասում եք վայ, քֆուրա տալեմ, լավ էր անեմ։ Անմեղ երեխեքին սպանում են, բոզի տղան, ես ես 2 ամիս առաջ ասեցի, եկի ուր զինվորականն ուր։ Հələ մա դրա վիդը նայեք, զինվորականի վիդը նայեք։ Հեսա Նիկոլը գիտեք ինչ ասելու։ Քերիական հեղինակություններն են մեղավոր, որ այդ երեխեքի ղրգեն են այդպես բանակ։ Հեսա գցելու էլի գողականների վրեն, հեսա գցելու էլի լավ տղեկի վրեն, բոզի տղեր, ասա մենք մեղավոր չենք, այնտեղ են, այնտեղ բիսերկեքը պետք է ջարդած լինենք, հեսա մի քանի հատ քերիական հեղինակություն կփագի, կասի դուք եք մեղավոր, որ զինվորը գողական գնաց քֆուր դրեց։ Բոզի տղեկ, ես ինչ եք անում արա, երեկ գլելա ու դարնիկան ծմպսնեմ,
19 տարեկան երեխուն մի ամսվա ծառայողին հողն են դնում, բոզի տղեն էլ է մուզիկայա միացնում։ 14 միլիոն հայ, որի երեխուն թաղեն հերրու բոլորիցդ։ Ու ձեր հարևանը դնի ցմփսնի։ Հիմա գցենք այդ երեխան, եթե Սևանից ելներ, պետք է այդ պորնիկի ճուտը դներ էլի ուդարնիկ ցմփսներ, քանի որ մի 60-70 կիլոմետր հեռա իրավունք ուներ գերագույն հրամանատար կոչված պորնիկի ճուտ Նիկոլ Փաշինյան։ Դու ոնց կարաս արալնես այնտեղ զինվոր են թաղում, դու այդ րոպեին դնես ուդարնիկ խփես, արա բոզի տղա, այան բարոյական։ Հասկանում եք հայացք, ուր ենք հասե։ Գցենք անմեղ երեխուն կողում են ավտոյի տակ, հիմա պապիկյան բոզի տղա, որ ասում ենք, որ դու պոտենցիալ բոզի տղա դու զինվորական ուր, հիմա ես ու բիդիտ կանեմ, ու սաղ աշխարհը պետք է իմանա դու բոզի տղա ես։ Բնեն արձագանքումա, որ ոչ կռիվ ա եղե, ոչ խնդիր ա եղե, ոչ հագագազալ է։ Բա բոզի տղա, եթե ոչ կռիվ ա եղե, չաստում, ոչ խնդիրներ ա եղե, ոչ տրաֆ են արե, 9:30 երեկոյան այդ երեխեքը ճամփին խեք հանում վազսնն։ Հիմի սրա պատասխանատվությունը ով է տանելու, պապիկյան։ Կամ էս մեկ էլ երեխեն, որ մեջը քֆուր են դնում, բայց այդ մչի անձնակազմը ուր է, ինչով է զբաղվում։ Օլիգարխների թուլեկով եք զբաղվում, ումից փող վեկալեք, ումից չվեկալեք, ումը տանեք 5 սուտկա չքնի պոստնայի հոգնած գաշկերը կպնի, այն օլիգարխների տղեկ ընդ նստած իրանց լավ զգամ, բոզի տղա։ Ու դες որ կոչում ես պաշտպանության նախարար։ Ես ասել եմ, այս ինստիտուտները պետք է վառվի, պետք է սես լրիվ 90-ականներից մինչև 2026 թիվը սեպտեմբեր ասել եմ, եթե սրա դեմը չկանգնի, ուշ ա լինելու հայացք։ Էսի չի կարասես շարունակվի, արա այս ձևի բոզի տղություն, անմեղ սալդատը, անմեղ երեխուն, գերագույն հրամանատարա կոչվում, ճիշտ եմ ասում, բոզի տղեն գերագույն հրամանատարա կոչվում։ 19 տարեկանին այդ պահին թաղում են, այդ պահին ինքը ուդարնիկա ցխկստում։ Կնգատ ցխկստի սաղ ազգը, որ ելելա կայնում ասում է դեմ ենք ընտանեկան բռնությունների, աննա պորնիկ։ Ուրեմն քո խաղը մենք գիտենք, ուրեմն տեսեք Աննայի ձևը, եվրոպական մեծ փողեր ընտանեկան բռնության դեպքում, նայեք ինչա անում 2-3 գործողություն անում սատանի առաքյալները սրանք։ Առաջինը փողեր են կաչատանում Եվրոպայից, որ տեսեք մենք չունենք ընտանեկան այդ բռնությունների կառույցներ ունենք, որը աշխատում է թե լավ թե վատ, որտեղ կայացած ինստիտուտ չկա այսօր Հայաստանում։ Անան չէ, հենց այդ կառույցը պետք է անան կառավարի, որովհետև եվրոպացիք մեծ փող են տալի դրա համար, ատկատը շատ մեծ է։ Երկրորդը, անան ինչ անում, տղամարդը, երբ որ Եվրոպայի վրով խոսենք, երկար պատմություն է, բայց քանի որ մենք հայ ենք խոսում ենք Հայաստանից, փորձում են այս պորնիկները, մարդու կնիկ եւ այս կառույցը, այս պորնիկների կառույցը, տղամարդու, ես դեմ եմ բռնությանը, բայց տղամարդու տեսակը ուզում են սարքեն ոչնչություն, անարժեք մի բան, որը Աստվածաշունչն ասում է տղամարդը կնոջ գլուխն է, այս պորնիկն ասում է չէ, հավասարություն է, այո, Քրիստոսով հավասարություն է, այո, ես համաձայն եմ, որ բռնություն չլինի, բայց այս ինչն է, որ 8 տարի մեջ քնարելար բաժանվար, հետո մարդու շանս տվիր, պորնիկ, հմել եկել ես, ասում ես, այն օրը մարդը պոեզի մեջը մեկ էլ դրսում, բանի մետրոյի մեջ, կնոջը բռնություն արեց, բա ինչի մարդու չեն դադում, Աննա, կոնկրետ ջայել կնոջը բռնություն արեց, վերջի բարերը ղժղժան քած ձենով, մարդուն ինչ ասեց այդ կնոջը, բա դա բռնություն չէ, պորնիկ, որ այսօր դու դրել ես, մարդկանց բերել ես կիսաբաց լուսամուտ ես սարքե, խոսցնում ես, որ բռնություն է կատարվե։ Տոլը դու քո երեխեքին մի հատ տես, ումից են, տո քո մարդուն, բա որ քո մարդն է քեզնից բռնություն ստան, բա մարդը դու մեթա դիմի անա, դու մարդու ցաղորը բռնանում ես, բա մարդը դու մեթա դիմ, բա մետ է կարուստի Նիկոլի համար, որ Նիկոլին նեղես էթա բողոքի, այդ բոզի տղեմ, որտեղ դու իրան նեղում ես, դու ես կոնկրետ ռուլի տանան Նիկոլին, Աննա, պորնիկներ, ու այսօր դրել եք արժեքներից եք խոսում, արժեքներից, որ 5000 երեխու գիտակցելով տարակ կողիկ հողի տակ, արժեքներով, որ պորնիկի ճտեր, ասում եք, հայկական հողեր ասում, հայկական հողեր չի,
Չտա Աստվածս նորից եմ ասում, որ այդ հողերը Նիկոլ դու տաս։ Ասում է մարդու ախորժակը ուտելուց է բացվում, որովհետև այո, Արցախը տվեց, գնացիք ընտրեցի գումը Նիկոլի։ 160,000-ի հանեց գցեց դուս, ում ընտրեցիք, ասում է, բա ես Սաղիթ վարչապետն եմ, չէ, ես նրա վարչապետն եմ, որ ինձ ընտրել է, իսկ մնացածը ուր ուզում եք գնացեք։ Տենում եք ինչ անում։ Մարսեց 20,000 թե 25,000 դոլար հանեց ամեն մեկին փող տվեց, 5,000 զոհվածներին սուս մնացին, այրան գին տվեց։ Ուզում եք նեղեցեք, ես միշտ ասում եմ ու ասում եմ, պտետիսս կուլուլեք, կողեք համապատասխան Աննայի Նիկոլի համապատասխան տեղը, ոչ թե այսօր այս ամեն ինչը համաձայնեք, սրանք էլ ասում են, Արցախը տվի ձեր չանին։ 160,000-ի հանին գցիկնես 2-3 գյուղ էր նախանգարը մեզի։ Մի քանի միլիոներ սրա մեջ հեսա կմտնենք, վերջ մելնես կանենք Ռուսաստանի հետ դավադիտ կանենք, որ վերջնական այս կոմը, աչ կոմը լրիվ կփակվի, ձախ կոմը Թուրքիան կա ու կա։ Սահմանը կբացենք, այո, ինչն էր թուրքը ուզում։ Հենց այս թուրքահպատակ բոզի տղեկին աջեցվեց, այս 35 տարվա մեջ, որ ես ասում եի, գենետիկական տեստ արեք այս բոզի տղեկին։ Արեք նոր թողեք նստեն համակարգերի մեջ։ Մտնում են ոստիգանը բանը քնիչի է տպում, քնիչը ոստիգանի է տպում, քրիստալը վխտում է, արա այսուր ենք հասել, հայասկ այս ինչ է կատարում մեր հետ, արա, անմեղ զինվորին վրեն քֆուր են դնեմ, հանեմ ավտոմատով գյուլում են ու գցենք վաղը ինչ պատասխան բդի տան սրա համար, կամ բավշե սրանք ինչ պատասխան բդի տան, 5,000 հոգու գլուխը կերան, անմեղ երեխեքի մնացած են, հզոր տղեկին տարան քցին փուրը, սնարյադները տվին տրակցրեցին, պատասխան չտվին, հմես երկու հոգու մար դու պատասխան եք սպասը, ես էլ չի լինելու, առաջի պատմության, երկրորդ պատմության մեջ ասելու I am բիսետկեքի մեջ որ գողական են եթեմ, այ դրանք են մեղավոր, են էլ կասի աղբեր, ավտոյի շոֆերն էր մեղավոր, խմած, անջատված ուռած, քնած եկավ մտավ, ավտոն էլ անկարգ վիճակում էր, բա մեկը հարց չտալեմ, բոզի տղա, ինանցկեց այդ սալդատը ինչ գործ ուներ, մի ամսվա սալդատը ինչ գործ ուներ ճամփին վազելուց, ինչ գործ ուներ, արա պապիկյան, կնկատ հաներ թո վազեր, դուրն էր վազեր, որ այդ քաձի ֆիգուրան չունենաս, որ գոնե իմանան կարես, տղայա թե համասերրամ որ միացած, չգիտեմ, մսա գունդ ես դու, բոզի տղա, հետո որ բերանս բացում եմ, շատ հոգևորն ասում են եղբայր, բա ինչ ասեմ էլ, արա ձեր երեխեքին են սպանում, իշքան կարանք մենք նստենք ու լսենք, իշքան կարանք մենք նստենք ու ամեն օր մեր երեխեքի զոհը տենանք, ամեն օր սես տենանք, որ այս հողը մերը չի, այս ծառը մերը չի, են Հովանես Թումանյանի պատմության կուկու քանի ձակ ունես դու, ես էլ դու թե չէ գլնեմ, ես էլ դու, ինչ է մնացել։ Ու բոզի տղեն կային ասում, այո, մերը չի։ Ու 14 միլիոն հայը չի ասեմ։ Խնդիրը այս սրանում է, որ 20,000, 50,000 վեկալի գնացիք Սամոնդրիկ, գնացիք Քոչոնդրիկ, գնացիք Սերժի ամեն տեղերը բռնեցիք, որտեղ որ Սերժը ամեն տեղա, տեսակ ինչ եղավ։ Որ զանգում ընձի ասում եք թաթոյա, բա թաթոյանուր ալ թաթոյանին կանչեկել է, մարդու իրավունքների գալուստիկով 7 լեզու ընձի համոզում են Գև ջան, 7 լեզու գիտի, բա մի 7 լեզուն թող վեկալի կողի համապատասխան տեղը, երկու հատ անմեղ զինվոր ամեռ է, բա դե թողա խոսա, բա դե թողա Նիկոլին Եվրոպակա դադանով թաթոյան, գնա դադի տուր, ձևերը գիտես, մարդու իրավունքների պաշտպան ես եղել, ընձել համոզում եք, ասում եք, արի քո սաղ բաները դնենք թաթոյանի վրա, կերակ Ընդրիկ, դե մի թող Սամոն չգիտես, բանականությունն է խոսում, թե մարդ է խոսում, դե մի թող էլ նի, Սամոյի միլիարդները տան, ամենաթանկ ադվակատներին, որ Նիկոլին ու Պապիկյանին դադի տան, որ բոզի տղես երեխեքին խես հանել վազացրել, դե թո դադի տան հմի, տենում եք, որ դուք խապնվել եք, թե հոգևորն է խապնվեմ, թե աշխարհիկն է խապնվեմ, հետ էլ խոսում ես, դառնում ես վադամարդ ճշմարտությունը Ում ընդրեցիք, Նիկոլ բոզի տղեն ես 8 տարի ասում է Ռոբերտ Քոչարյան, դու սպանել ես Վազգեն Սարգսյանին Դեմրճանին, այո, դա այդպես է, մենակ ինքը չէ, Սերժն էլ հետը, ասում է մարդասպան ես, սիրելի հայրենակից 30%-ը դնելով, լսելով և գիտեք, հլնեմ եթում եք այդ մարդասպան հերիքչի անդրությունը տալում եք 5 տարով, այդ մարդասպանը հմի եկ է դարել է երորդ ուժը, սես բան կարար նյարա, արեսի աբսուրդ է,
Էսի աբսուրդա, ասին մերժի Սերժին 50-50 աղբերներ, մարդասպան այն մի աղբերներ, Սերժը դե գիտես գլուխ գործողներ, գցենք այդ մենից օլիգարխների են բռնում, որ ասում են արա, դες գագոյին տանենք, հեսա Սամոյից վրոձի էլի, վրոձի խլում են էլի, բայց առևտուր է եթե մնդի, ինչ խլել, չկա դες բան, եթե մեկը կասի խլ, ես էշի պես կզռամ, ինչ խլել, իրաց տված, իրաց վեկալած, ընդեղ վեկալում են, ստեղ ֆրստում էլի սարքում են, բլոյից վեկալում են, ալոյին տալում են, էսի չեք, էս նույն խաղն է, ու մարդիկ սուս են մնում, վախենում են, տոլի չգիտեմ, հոգնել են, ինչից արա, վաղը քո երեխեն այդ խաղաղության վախտը 8 ամսա մեջ 13 հատ զինվորա խաղաղության վախտը մահացե, ստատիստիկայով զինվորական 3 թե 2 հատ էն ռազմական բանի ժամանակ կարալնի, փորձարկման ժամանակ կարալնի, բայց 13 հատ այդ ձեր բերած խաղաղության մեջ է զոհվել, բոզի տղեք, դրա համար ձեր սարքած կռվի ժամանակ ունեցանք 5000-ից ավել զոհ, որտեղ դուք եք նավոտկեն տվել, մեր երեխեքին հետևից էին խփում, մեր մեփսը միացրած գալում կաթում էր երեխեքի գլխին, դուք եք մարդասպան բոզի տղեկը, վախենում եք խոսակ, ինչից եք վախենում արա, ինչից եք լռում, Տիգրանաշենը ես նորից եմ 14 միլիոն հայից ասում, Հայաստանի հողա թե հայկական հող չի, հայկական գյուղա թե հայկական հող չի, բոզի տղա, բա որ հայկական հող չի, Հիմի ԱԱՑ աշխատողներ, որ ձեզի ցմատան, ձեզի պիտի ավելի դադեն, քան Նիկոլին։ Որտեղ էնի թուրք է, էնի կոնկրետ պոտենցիալ գենետիկորեն թուրք է, անանել հետը։ Մնացած նրա մտածելակերպի մարդիկ են նույն ձևի, ես իմ ասացի տերն են։ Ով որ Նիկոլի պես կմտածի Արցախը, Արևմտյան Հայաստան, Տիգրանաշենը, էդի հայկական հողեր չի եւ հայկական չի եղել, դուք թուրքից բետար բոնզի տղա եք։ Ես իմ աչոտը տալում եմ այս ձևի 24 ժամ։ Հիմա ես հարց եմ տալի, մեկը կա կասկածի տակ դնի։ Հարց եմ տալի, հիմա այդ Տիգրանաշենի գյուղապետարանում ընտրություն եղել է թե չի եղել։ Այդ Տիգրանաշենից զինվոր զորացրվել է թե չի զորացրվել։ Այդ Տիգրանաշենից հիմա դատական հարց եղել է թե չի եղել։ Եթե դա ադրբեջանական է, բոզի տղա, այդ ընտրություն ո՞նց է կատարվել քո օգտին։ Թեկուզ մեկ ձայն, դու ո՞նց ես ստացել ադրբեջանական հողից։ Ու սրա համար ԱԱՑ եւ ոստիկանություն, քնչագանը եւ դատախազությունը լռում է չասում, այս բոզի տղեն գժվել է, գոնե ինձ աբսուրդ ասի, կամ ինձ խաղցնի։ Բայց հիմի մենք օթից կախված դուրեն ասում ենք սեպտեմբերում կարող է մի հատ թեթև սենց էլի բլից կռիվ լինի, որ ասի տեսեք, բա որ ես ձեզ ասում էի, ու կռիվեք ուզում, ու դրանով տау փոխնի միանգամից։ Ու ժողովուրդն ասի, վայ, չենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում, արա այդքան տվել ենք, այս ջուրերն է տվեք։ Նույն կուկուի օրն եք մի կուկու, քանի ձակ ունեք դուք։ Այդ օրն է, ուրիշ բան չկա ստեղ։ Ձեր աշկը վախցնելով շատերդ արդեն չեք էլ ուզում Հայաստանը մենակ սարքել եք տուրիստական իշկանք այդքան քյաբաբ խորոված վիզերով 70 եվրով տոմս առնենք, թռնենք այդքան գանք եւ վերջ։ Վերջ։ Մեկ րոպե ես շատ կարևոր բան ստացա։ Ահա 32 զոհ, 13 զոհ չի, աշներս լույս, մեկ տարվա մեջ, 32 զոհ, խաղաղությանը Նիկոլի 32 զոհ, Նիկոլը չի դատվել, պաշտպանության նախարարը չի դատվում, պորնիկի տղեն, ու այսօր ինքը կոչվում է պաշտպանության նախարար, գցենք փոխանակը մի ծնողները, ժողովուրդը հելներ, սրա ոտը որից պոկեր գցել ասել, այ բոզի տղա, այս ինչ ես անում, 32 զոհ, շատ շնորհակալություն, հատուկ տեղից եկավ հասավ թե 32 զոհ, մեկ տարվա մեջ, խաղաղության ժամանակ, որ ստատիստիկավ չկա դες բան, 2-3 զոհ, էն էլ ռազմական այդ ուչեպքի ժամանակ է կարալնի, տանկից ընկնի, վերտալյոցից ընկնի, պարաշուտը չբացվի, դուք պատկերացնում եք, ձեր երեխուն ղրգում եք ու հանում վազստում գլուխն ուտում են ու պատասխան չկա, ասում են ավտոն անսարքեր, կռիվ չեղե, հագագած չեղե, բա մեկը չասում, բոզի տղա, բայց երեխեն ինչ գործ ունի այդ ժամին այդ ճամփի վրան, ինչ գործ ունի, հիմի պիտի Պապիկյանի ոտու ձեռը կաբեն կնգան հետ միասին, ասես մեշք-մեշքի ու կողի պատվալը ցմա, ոչ թե ինչ-որ հարց ու պատասխան ցմա, միանգամից ցմա տալում են, խփում են վզին, ասում են գնա, բոզի տղա, գցենք զինվորին ասում է, ով որ քնի սրա մերը կամ սրա լավը, են էլ հանի գյուլիասի եսում լավն ու մերն ես քրվում, արա դուք հասկնում եք, ուր ենք հասե,
Դուք հասկանում եք սիրելի հայրենակիցներ, ուր ենք հասել։ Ում ձեռն եք տվել ձեր երեխեքին։ Մենք տարիներ Սերոփի հետ Գասպարյան խոսում ենք սրա մասին։ Այն ձեր սիրած կամ չսիրած դոգը, որ հենց մտնում էր հեռախոսով դրանց ընտանիքը, այն վաղ ասում եք, վայ ինքը քխա, հիմի հասկացեք խիեր քխ։ Այդ տեսակ հիմի որ ինքը լեր սես բան չէր լինի։ Այ որ հեռախոսը գործեր, իր կողքին կանգնեք, սես բան չէր լինի։ Կմտներ պապիկյանի տնով, երեխով, կնկանով դուրս գներ, այն մնացածը հրամանատարական կազմը կասեր արա հոп։ Հերիքա։ Ախպեր հերիքա քաքենք, կերես ինչ ենք անում։ Ես նորից մեկ րոպե կարևոր ինֆորմացիաներ ա գալիս։ Այո։ Մեկ վայրկյան։ Մեկ վայրկյան։ Ստացանք ինչ-որ պետներ։ Այո։ Ու այսօր պատասխան տվող չկա։ Ոչ մեկ պատասխան չի տալի։ Որպեսի ստից կարելի է քաշել ենքում։ Ոչ մեկ պատասխան չի տալի այս ամեն ինչի համար։ Լուր ու մուր նստած սպասում են։ Ոչ հոգևորականները, ոչ եկեղեցին, ոչ աշխարհիկը, ոչ ժողովուրդը, ոչ սփյուռքը։ Սրանք էլ անում են այն, ինչ որ դուք համաձայնվում եք, ինչ որ դուք լռում եք։ Ասում է, այս գյուղերը հայկական չեն։ Դեղարի լսա ու մի տրակի։ Եթե այս գյուղերը հայկական չեն, դուք էլ ինչ Մասիս, Եղեր, ինչ Արցախ, ձեզ ով է թողալու դուք հզորանաք, այ խելքով ասք։ Եկե հասել են Սևան, ասում այսի էլ մերը չի, այսի պտի տանք, ասում լավ եմ արել, որ ասլեմ Արցախը Հայաստանի, նշանակում է գիտակցելով դու բոզի տղա պրովոկացիա ես տարել, որ տանես երկիրը պատերազմի, որ բերես ես խաղաղության, նշանա դուք պլան եք ունեցի արա։ Բա դու ասում ես ես իմ կետից եմ սկսում, այո, հենց այդ պլանն էր, քո դեմ դրված այդ թազա պլանը, սենց է, դու պետք է պրովոկացիա անես, Ադրբեջանը հարձակվի, երեխեքին սպանես, վաճառես, եւ հիմա էլ սենց մանր, վաղը կասի հոկտեմբերանը մերը չի, Արազապը մերը չի, ռուսները գնացին, բա ով պետք է տիրություն անի, ամարդ մեզի պետք է այդ Արազապը, Ղամիշա սաղ, թող թուրքերը գան իրանց կովերին արածացնեն, վադա, Բաղչալարը կետա, դե ես միջև լենագան կետա կասնեց, այդ ғրերով կասել իմը չի, մեզի պետք է այդ ғրը, ադեղ ով է աշխատում, ով ժողովուրդը չետ մտեղ աշխատում, ու 14-15 միլիոն հայրենակիցը լռում է, դրա համար ես ասում եմ, դոգը բդի մի րոպե շուտ դուս կա, Նիկոլ, դոգը դուս է գալու, ու այս հեռախոսը ես խոստանում եմ, որ համապատասխան տեղը դա մտնելու, հարասես չի կարան, ախր ուրիշ ուժ չեմ տենում, որ ասեմ, այս ուժին տենում եմ, գցենք, այս պահին նստած պաշտոն են բաժնում, ու 18 տարեկան երեխեն տարել են մի ամսվա բանը թաղում են անում, ու այս պահին ազգային ժողովը չիլնում, գցենք այն ինչ-որ ձեռը կա, տա գցենք այդ ազգային ժողովի նախագահի գլխին ու փաշնու գլխին, ասի բոզի տղա, այս երեխուն ով ասպան է։ Հələ մեկ պատասխան տվեք, դուք էլ ձեր պաշտոնն էլ արա։ Ոչ։ Նստած ասում է 12 օր մենք պաշտոն ենք բաժնում իրարի։ Ու այն բանն էլ ասում է Կարապետյանի աղբորտին ասում է տեսակ մենք ինչ ենք անում, ամեն անգամ թողը մեթում ենք դալիճից, վիժեցնում ենք, բայց դժվարանում են։ Երկարացնում ենք, ասենք հերոս։ Դու հերոս եք։ Ձերպես հերոս, ձերպես այս ձևի տեսակ չկա։ Ու ժողովուրդը նստած սաղորն ասում է ջան, ես ինչ է կատարում։ Տեսար ինչ ասեց։ Քերեխոն դեսպանում են, բոզի տղեկը նստած իրար մեջ պաշտոն են, իրար վրա կայֆ են վառում, իրար վրա խոսք են շպրտում, ելնում են, մտնում են, իրանք փողը ստանում են, քերեխոն դեղ թաղում են։ Ինչ են անում։ Նրանք ծաղրացուներ են։ Ազգային ժողովը ծաղրացուների տեղա, որ ձեզ ժողովուրդ ու սփյուռք շեղի, նրանք շեղում են։ Նայ, իշքան ծաղրացությունը էթում է, այնքան զոհը շատանում է։ Հələ տենամը վաղը ազգային ժողովից որ մեկն է կռշկն վեկալու տա Նիկոլի գլխին, որ մեկը, որ ասի բոզի տղա, դու ո՞ս կարար, եթե ընդեղ երեխա թաղեն դու դու դառնենք նվագես։ Ու կոչվեց գերագույն հրամանատար։ Ուղղակի իմ հավատքս թույլ չի տալում հարգելով իմ հայ ազգին, բերանս բացեմ,
ելնեմ լծվեմ քո ընտանիքի մեջ Նիկոլ ու քո նման մտածողների հետն էլ վրեն։ Արա ոնց կարաս, արա երեխին տանեն թաղեն դու նեք ու դառնիք նվագի կարա։ Այան բարոյականներ։ Ոնց կարաս ես բան լինի։ Հետեր մենք ասում ենք թուրքն է մեր թշնամին։ Գերագույն հրամանատարը գցենք փարթիա անում, որը իրանց երեսից քո երեխու սպանեն հայացք, իշ տարբերություն, իմ քո նրա թե նրա, վաղներ քոնն են տալու սպանել։ Ու լաց ու դառնի գալ նվագում, փոխանակ բոզի տղել լենթերը քաշի սուք հայդարի, ասի գոնե այսօրը ստոպ։ Իրանց երեսից զինվոր է մահացել, զինվոր, որ ամենահամար մեկ արժեքն է, մեր երկրի արժեքն է, քրիստոնեությունից հետո զինվորը մեր երկրորդ արժեքն է, որը պաշտպանում է մեր համ երկիրը, համ հավատքը։ Այն տղեն իր ծնողին թողում է, էթում է, որ քո հանգիստը պահի, հանում վազստում են ու գլուխն ու տմեն, այն տղեն, որ էթում է, չի կարը, մարդա, չի կարե քնելա, մոր քֆուր դնեն, հետո հանի գյուլի դրա մար քֆուրի մար էթաս մեռնես, ու այսօր ելնեն ուդարնիկ նվագեն, բոզի տղեք։ Բոլոր համակարգը, բոլոր այդ ինստիտուտները պետք է քանդվի։ Հոգևոր ինստիտուտից մինչև այն, չգիտեմ, վերջի ծայրամասի ինստիտուտը պետք է քանդվի։ Պետք է քանդվի, որտեղ բոլորդ մեկը մյուսի հետ կախված այսպես նույն քաքնեք տարբեր գարշոկների մեջ։ Չի կարասն շարունակվել, այսի աբսուրդ է։ Երեք սենց զանգեր եմ ստանում, նստած նայում ես, ասում ես լավ Աստված իմ, նյուժել ես բոզի տղեն քրիստոնյայի հավատք չունի։ Արա մեր գյուղը, որ մեկը մահանում էր, 1 տարի աղջիկ չէին նշանում։ Արաղը կոյնագը դողալով փաթած բերում են, ես հիշում եմ 90-ականներին, ասում են Պողոսյան, գիտենք էլի, որ ջայել երեխա է մահացել։ Կարանք մի տարին անցել է հարսնի կանեն, քո թույլտվությամբ։ Բոզի տղեն հələ երեխու դիակը չդրած փոսին, գերագույն հրամանատարը հնում այս տեսակին եք դուք ընտրել ժողովուրդ։ Այս անբարոյականի տեսակին եք դուք ընտրել, որ այսօր քո երեխուն դնի հողը, իմ երեխեն է, տարբերություն չկա։ Ու այդ հրաման տվող է թա ուդարնիկ նվագի ցմփանի ասի եշիշ կայֆեր եշիշ լավեր։ Արա հասկանում եք։ Թուրքը որ թուրք է, երևի իրան հետո թույլ չտա, որ ջայել երեխու թաղեն։ Դրա համար եմ այս ձևի մտե եթեր ասում բոզի տղեկ, ես խորխելու եմ ձեր վրեն։ Ես ասել եմ Վարդան Ղուկասյանը պետք է մի օր շուտ դուրս գա Նիկոլ, այդ սուրպրայզը ես քեզ անելու եմ, բոզի տղա, որ այն իսկական քֆուրներով գա այդ հրետանին մտնի քո տունն ու քո մնացածի տունը, որ այս ձևի իմ երկիրը դուք որակա զրկում եք։ Սաս բան կարանի ժողովուրդ։ Զինվորին սպանեն ելեն էթան քեֆ անեն։ 5000-ի սպանին մարսի, մի հատ զինվորնի չա, 32 հատ զինվորնի չա, 5000-ի տվին գնաց, հանին 25000 փողը տվին, ասի գնաց եք էսա գինը։ Պորնիկի ճտե, դե նստեք իշկան կարա գրեք։ Ես ասլեմ, չէ, չեք կարա լռեցնեք, չենք լռելու, դուք այդքան չկաք սատանայի ճտեր, որ մեր նմաններին լռեցնեք։ Պետք է մենք այնքան խոսանք, մինչև մեր հայ ազգը զարթնի։ Մեր հայ ազգը պետք է զարթնի։ Պետք է զարթնի թե հոգևոր արժեքի մեջ, թե հայ արժեքի մեջ, թե տղա տեսակի մեջ, թե մայր տեսակի մեջ, թե աղջիկ տեսակի մեջ։ Այս արժեքները պետք է հետ կան բոզի տղա, դուք չեք, դուք ով եք, արալ եմա ձեր վդին նայեք, արամա ձեր տեսլագանը նայեք, գցենք տենում ես ասում է դադախազը տարա ոստիգանին տպեց, քնիչը տարա ոստիգանին տպեց, աբսուրդ։ Մտնում ես ինտերնետ վխտմա վերջի քֆուրը, օր չկա սպանություն զենք չլնի, օր չկա սրան չխփին, նրան չխփին, սկան ավայրը, ճամփեքը չեն սարքում, ավտոկի տեխաս մոտոր չեն անցնում, էթեմ խփում են հարիվն են, էթեմ 10-ից 15 տարի դադում են, ու մի հատ մարտի օրենք այդ Թաթոյանի պեսերը չկասի, բոզի տղա, այս տեխաս մոտորնով է խփեք քեզի, ամենամեծ հարցը, երկու թեմա, որ այսօր ժողովուրդը վխտմա բերթերում, ճանապարհը չի, ճանապարհը լավելի թո շոֆերը նորմալ քշի։ Երկրորդը 70% 10000 դրամով առած տեխաս մտրա, այդ զիլը ինչ գործ ուներ ճամփին։ Այ հիմի ոչ թե Նիկոլ բոզի տղա, բդի դադես զլի շոֆերին, զլի հետ բդի դադես տեխաս մոտը տվողին, ապա տվողին։ Հասկանում եք, որ այս համակարգը հասկնա արասիլը մի րոպելը։ Ամեն օր լսում ենք լրաբեր ասում է,
կդադվի զլի շոֆերը։ Հետո բայն տեխաս մոտորը ով տվեց այդ զլի, որ տորմուզն ու կոնուսն ու սկորոստ իրար հետ չէր բռնում, ով տվեց այդ տեխաս, այդ ավտոն ով է տեխաս մոտոր արել, բոզի տղեկ, ով է տվեց տեխաս մոտորը, այդ տեխաս մոտոր քննիչներ, հələ մեկ իրար եք ուտեմ, հələ գնացեք հասեք հələ տեսեք այդ տեխաս մոտորն ով է տվեց զլի, նրան 10 տարի շոֆերին տեխաս մոտը տվողին ցմակոխեք թույթա, որ այն հաջորդ տեխաս մոտորը չլինի մեր երեխեքի հաջորդ զոհի պատճառը 10,000-ով ես իմ աշկով եմ տեսել, որ ավտոն չի գնացել, ասեմ, արա ոնց կար ավտոն չէ, մարդը տեխաս մոտը ստանա։ Բոզի տղա, բաց մեզ կոռուպցիա չկա։ Ասում ես բռնեցինք, դատեցինք, ինքն էր մեղավոր։ Հա հասկացանք, մարդը կարա արագ քշի, մարդը կարա խմած լինի, ուռած լինի, քնի ռուլին, հասկացանք, մարդը արելա, թողեթա պատասխան տա։ Հիմի նույնն էր, որ ես ասում եմ գագոին դադում ես, լավ ես անում, կամ գագոյի նմաններին դադում ես, բռնել ես, լավ ես անում։ Բայն արյուծը, կոկորտի լոսը, այն, չգիտեմ, ալմոլորագային արձանները, որ հավաքել ես, քանի հատ սահմանապահ դադվավ, բոզի տղա, քանի հատ ԱԱՑ աշխատող դադվավ, բոզի տղա, քանի հատ տամոժնիկ դադվավ, բոզի տղա, ոչ մի հատ, նշանակում է գագոին տարան, հեսա կվեկալեն, կթողան, սամոյի պես կամ կարող է գագոին չթողան, Պողոսին բերեն տեղը դնեն, իրանց դրած, իրանց վեկալած, ես չեմ ուզում խառնեմ իրանց կուխնյայի մեջ, իրանց դրած մարդն է, բայց ստեղ խնդիրը գիտեք ինչն է, սիրելի հայրենակից, որ ով թողեց, ես եմ վաղտ ասի, Մարիա Մագդալենան, երբ որ բռնեցին պոռնոգության փարիզեցիները քրքաշ բերին Հիսուսի մոտ, Հիսուսը իմաստությունը տվեց, ասեց, ով մեղ չունի, բայց մեկը չկասի, բոզի տղա, ով սրան բերեց կողեց պոռնոգության մեջ։ Փոխանակ այդ անողին բռնեն առաջուց ոտը որից պոգեն։ Գցենք կնոջն են, բերեմ ասում են վարդապետ, սրան ինչ անենք։ Վարդապետն էլ ասեց, ով մեղ չունի, դե թող խփի։ Ով չարի, թող էլ խփի։ Բայց սաղ էլ արել էին։ Հիմի կամազի շոֆեր, զլի շոֆերը մեղավոր է։ Որդուց այդ տեխաս մտերը։ Ոստիկանները ящիկներ են կայնացնում, տենեմ ես ամենաթանկ ավտոները կայնացնում, գիտեմ որ փող կա։ Այդ զլի շոֆերին ոստիկաններ, ՊՊՑ-ի աշխատողներ, մի օր ձեր աշկով չեն գե, որ էդի փդած զրզմբա ավտո էր, գալմա, պետք է կայնացնես, ասես, հələ մի րոպե, այ ոչխար, էսուր ես հետ հմեսա։ Էս ոնց որ զենքը տաս, ասես կրակի, բումը կպավ։ Գցենք առանց տորմուզ զիլը հանում են բարձած ասում են դե քշի։ Այդ ոստիկաններ բախի չեք կայնացնում։ Գիտեք, որտեվ զլի շոֆերը քարա կրեմ կամ երկաթա կրեմ, ես իմ որ օլիգարխի շոֆերն է։ Արա դե ինչ կայնացնենք, սրանից մեկը փող չենք կարող վեկալենք։ Բա կայնացնեիք, պրավեն ձեռից զրգեիք, ավտոն արգրավեիք, մետալոլոմանեիք, տանեիք, սարքեիք ռակետ, դրան էլ դադեիք։ Ու եթեիք բանի հետևից, տեխասմոտով տվողի հետևից, խի չեք գնացել։ Տենեմ ես Նիկոլ, որ քո համակարգը դադարգություն է, բոզի տղա, քո պես դադարգություն է, ոնց որ դու Պապիկյանը մնացած այդ մինիստրները որ կաք դադարգեք, այդ սաղ դադարգեն, պետք է մենք դսից ձեզի ցույց տանք թե ուր է թակ, գագոին բռնել ես, դե գնա բռնի տամոժնու պետին, այդ ժամանակ ընթացքում կանչա Սերժին, որ գնացել են հարսանիք, այդ սաղ արուզներ, ասել Սերժ, Արիստելը, քո ժամկետով է այս մարդես ամեն ինչը բերե, քո չարան Արիստելը, քո ժամանակով արյուզները բերե, բա դա, տենեմ, որ դուք նույն գարշոքն եք, նույն բոզի տղեկն եք, ու այս ժողովուրդը ձեզ հավատում է, ու այս ժողովուրդը փորձում է, չգիտեմ, կամ հոգնել է, կամ չգիտեմ, ես սրանց այս ժողովրդի կեսին ինչ եք տվել, որ խմելա էլ չի ջողում, երևի, չգիտեմ, ինչ է կատարում ստեղ, այսքան բանը տենալով, ասում եք զլի շոֆերը մեղավոր է, հա, կողեք թույթա, որ այդ երեխեքին տարավ կեսին սարքեց ինվալիդ, մեկի գլուխն էլ կերավ, կողեք թույթա, բայց ամենաշատը պետք է կողեք նրան, ով որ այդ տեխաս մոտորը տվել է, ով որ այդ ավտոն այդ ֆիրմայում գրանցված է, կամ եթե իր անձնականն է, դոպել կողեք դրան, եթե դի ֆիրմային է, ֆիրմայի տիրոջն էլ հետը կողեք թույթա, հա, քննիչներ, թե ձեր գլուխը չի հասնում, լավ էլ հասնում է բոզի տղեկ, որտեղ այնտեղ որևէ մի հատ օլիգարխ կա նստած, որ արդեն մի 100-200 հազար $, արդեն կերել եք, հետո ասում եք կոռուպցիա նեմա։ Այս է խնդիրը։ Արա ոչ հոգևորն է տեղը, ոչ դեր ինստիտուտներն է տեղը։ Պոռնիկությունը տիրել է։ Նոր մի հատ լավ աղբեր, մի հատ շատ լավ տեղ էր, ես պետք է ասեմ, որ մեր
Քրիստոնյա ազգը կարդա, մի հատ կարդացեք ու կհասկանաք թե Գևը ինչից էր խոսում։ Մատթեոսի 23:14-ը աղբերս Աստվածորդին, որ վերջի պայն ինձ մի հատ SMS գրգեցին, ասես Գևը մի հատ է կարդա այստեղը։ Իրոք կարդացի, ես զարմացա, որ այսօրվա մասին է խոսում։ Մատթեոսի 23:14-ը կոմպլետ կարդացեք։ Խոսում է այս նույն բոզի տղեկի մասին։ Այս նույն պոռնոգության մասին։ Այս նույն պղծության մասին է խոսում։ Այս է մեր գլոբալ խնդիրը, սիրելի հայրենակիցներ։ Ասում էին Արցախը մերն է։ Արցախում Աստծո տները, հիմի հասնենք Աստծո տներին եւ եկեղեցիներին։ Ես ասեմ, չէ՞ որ սեպտեմբեր ամսին կաթողիկոս եւ մնացած հոգեվորականներ պատրաստվեք։ Որտեղ բռնելույա շատ ձեր համար, չնայած այն ինչ որ դուք արել եք, դրա պտուղներն եք քաղում։ Ես ոչ նրանց եմ ասում մեղավոր, ոչ որտեղ դուք բոլորդ մեղքի մեջ եք։ Ես նոր աղբոր հետ խոսում էի 5 կտակարանում, երբ որ Մարգարեն ասում էր Տիրոջ խոսքը, ասում էր պետք է այս տաճարը սարքվի, Մարգարեն էր ասում։ Ժողովուրդը կամ թագավորը նայած ժամանակի մեջ համաձայնվում էր եւ սարքում էին։ Երբ որ ազգը մտնում էր պղծության մեջ, Մարգարեն գալիս էր, ասում էր, այսպես ասեց Եհովա հայրը, որ ձեր երեխաները եւ դու պղծության եւ մեղքի մեջ եք, պիտի գա եւ թշնամին X-ը ձեզ սպանի եւ քանդի եւ եւ այդ մարգարեությունը կատարվում էր։ Հիմա ստեղ շատ մի հատ վատ հոտ եմ առել եւ ես ուզում եմ սրա մասին խոսել, բայց ինքը շարունակական է լինելու։ Նայեք, մենք ունենք մարգարեներ, լիքը, մենք ունենք 250 տեսակ եկեղեցիներ, այդպես բան չկա աշխարհով մեկ, հովիվները ուրիշ երկրում, հոտը երկրում, օնլայն։ Պատկերացնում եք, ցենք մեր երկրի, մեր իսկական չոբանները գան Եվրոպա, ցենք iPhone-ով գառներին արածացնենք, ցենք Ալագյազի դաշտում, iPhone-ով, ցենք գառերի ականջներին դնեն iPhone-ը կապեն, Եվրոպայից չոբանը խոսա ասի բժո, գնա կամ չգիտեմ, չոբանի շանը շվսնի, ասի գնա դեմը։ Այս իրավիճակն է, բոլորը կամ են օլիգարխ, էլիտար հովիվներ, որից լավ սիրում եք դուք, շատ եք սիրում, աղոթեք իշքան կարակ, բայց մեկա ձեր մոտ ձեր աղոթքը չի ստացի, որտեվ դուք լավ գիտեք ինչի համար։ Էթում են Եվրոպա, Ամերիկա 20-30 հազար հոտը թողել են ստեղ օնլայն եւ փոքրիկ հովիվներ են թողել, բայց կառավարվում են Ամերիկայից կամ Եվրոպայից կամ Ռուսաստանից։ Աբսուրդ։ Հիմա ուզում եմ քարիզմատիկներ, Եհովայի վկա 50-ականներ եւ մնացածներից հարց տամ։ Ես ոչ թե կասկածի տակ եմ դնում, ես համոզված եմ, բայց հիմա ուզում եմ, որ իմ հանրությունը հասկանա ձեր երեսը, ձեր լիցոն։ Դուք Արցախում ասված մեր երկիրը, որը դա մեր երկիրն է, հայկական երկիր է, հող է դա, դարերով։ Մեր եկեղեցիներն են դրա մասին խոսում։ Դուք ասել եք, որ Աստծո տուն եք սարքում, Մարգարյանում եք, լավ եք արել։ Բա հետո ինչ կատարվավ այդ ժամանակի մեջ, որովհետև նոր մի եղբոր հետ խոսում ենք, ասես գեր, ժամանակի մեջ եղել է, որ թշնամին եկե եկեղեցիները քանդելա, այո։ Բայց դրա հետ միտեղ մարգարեները խոսել են, դուրս արեք կամ ապաշխարեցեք։ Հիմա աբսուրդը 90-ականներից մինչև հիմա այս էլիտա հովիվներ, ձեզ եմ ուզում դիմեմ։ Դուք մարգարեացել եք շինությունների համար, բայց չեք մարգարեացել, որ պտի գա թշնամին, որովհետև մինչև վերջի պահը դուք 10-րդ, 20-րդ վիլաներ, մերսեդեսներ, մայբախներ, ամերիկաներ, վիպեր եք կարոզել, այն վերջի պահը, բայց այն վերջի պահը դուք էլ Հայաստանում չեք, հոտը կառավարում եք, որտեղ դուք գիտեք, ձեզի ասել են, ոչ թե Աստծո խոսքը, այ այն տեղից, որ դուք համագործակցում եք այն տեղը, որ ես 8 տարի ասում եմ, արա գնացեք, գցենք Բաքվում եղել ասենց կազմակերպություն, ոչ մեկ չէ, բայց մենք եթալու ենք, դուք պատասխան եք տալու, գալու այդ օրը, ես դες խոսք եմ տալի, դաժե, որ մի կվադրատ մետր հող մնա Հայաստանի Հանրապետություն, ես դե չոբանի փետով գամ, այդ թղթերը իմ ձեռը պտի գամ, ու դուք պտի պատասխան տաք, որ երկիրը ուզում եք եղեք, դուք պտի գաք պատասխան տաք, թե Բաքվում ինչ գործ ուներ հայկական,
կյանքի խոսք կոչված եկեղեցին։ Ինչ ինֆորմացիա եք տալում Սուրբ Հոգով։ Ուզում եմ ես իմանամ։ Ես էդի պետք է իմանամ, ու էդի պետք է լինի ձեր ամենա պատասխանատու դաժան պատասխանը։ Եթե դուք չտվեցիք, դուք պետք է ամենադաժան պատասխանով ընձի չդարձում։ Հետո կասեք, օ, մենք հալածում ենք, առը դուք չեք հալածվել, դուք գործ եք արել, դուք ինֆորմացիա եք տվել, դուք խաղ եք խաղացել։ Եթե ոչ, բա ուր են ապաշխարածները։ Բայց եթե դուք մարգարեացել եք, ապա Աստծո տները ո՞նց են քանդվել, այսօր ասում է, ձեր վարչապետը, շատ քրիստոնյաների վարչապետը ասում է, ես ինադու եմ ասել, նշանակում է դուք գիտակցելով, որ դա ձեր հողը չի, բայց ասեք Աստծո տուն ենք սարքում, Աստծո տունը սարքեցիք, բա ուր է ձեր Աստծո տունը։ Նույնը հայ առաքելական եկեղեցի 2000 տարի լավով վատով պահիկ հասակ այստեղ այս խայտարակ իրավիճակում։ Ուր են ձեր հոգևորականները, ուր են ձեր մարգարեները, հələ նրանցը թողում ենք, բայց ձեր դուք ուր եք։ Հիմա հարց։ Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, մեր հոգևորականները հագնում են սև շոր, եկեղեցական սև շոր։ Քանիսը գիտի խնդրում եմ, ինչի համար են հագնում սև շոր։ Ուրեմն, թարգմանությունը կոչվում է սքեմ, շորի անունը կոչվում է սքեմ։ Ես հարցրեցի համապատասխան մարդկանց, որը շատ մեծ ինֆորմացիա ունեն, ասեց, մենք հարցել եք, ասում մենք սքում ենք։ Հիմա հարց, սիրելի հայ առաքելական եկեղեցու մեր եղբայրներ, ինչին եք սքում, Քրիստոսի հարությունն եք սքում։ Եթե Քրիստոսի հարությունը չլներ, մենք այսօր չենք կարող հարություն ունենալ։ Հարց, ինչն եք սքում։ Սքեմա կոչվում, թուրքերեն սիքիմ բարել կա, որը մի տարի բանա, տարբերությունա։ Հերիք չի այդ սև շորը դուք հագնեք ու սքաք մեր գլխին։ Հերիք չի, որ դուք հանեք, հագնեք ձեր սպիտակ շորերը և փորձեք ուրախություն քարոզեք հայ ազգին, Սուրբ Հոգով։ Սքեմ, ինչն եք սքում։ Այնքան սքացիք, որ եք սուքը սքից գալիս է։ Սքեմ, ինչն եք սքում։ Մարգարեությունը ծննդած գրքից մինչև Երեմիայի գիրքը, Եսայի մարգարեի գիրքը 52-ը գրում է Քրիստոսի ծնունդը, օձի գլուխը ջարդելը, կույսից ծնվելը եւ իր հարությունը, որ մենք ապրենք։ Բոլոր հասկացող քրիստոնյաները ուրախանում ասում են, Տեր, շնորհակալ եմ, որ դու եկար իմ համար, շնորհակալ եմ։ Ես չեմ սքում, ես շնորհակալ եմ, որովհետև առանց Քրիստոսի ես դժոխքի փայ եմ։ Ես չունեի հարության եւ քրիստոնեայության տիտղոսը, իսկ դուք 2000 տարի համ տիտղոսն եք վեկալե, որևէ մեկը, ես այդ էլ կճշտեմ, որ դարաշրջանը, մյուս հաջորդ թեմային արդեն կխոսանք, որևէ մեկը միացած, չգիտեմ, անիմաստուն մարդ, եկե ասելա, գիտեք ինչ կարեք, սքեմ։ Հագնենք եւ անունը դնենք սքեմ, մենք սքում ենք։ Ի՞նչն եք սքում, արա։ Ի՞նչն եք սքում։ Այնքան եք ոռնում սքում, որ այսօր սենց վիճակա գալım մեր գլխին։ Հերիքա սքակ։ Գավազանը խփեք, ձեր մեղքերի թողությունը տվեք, սարքեք մեկ ազգ եւ մեկ քրիստոնեայություն, Սուրբ Հոգով, Սուրբ երրորդություն։ Հերիքա։ Սքեմ։ Շատ նման բառ եք վերցրել, որը հարիր չի մեզ։ Նույնը Արցախի մեր հայրենակիցներ, փողերը հավաքեցիք, շինություններ սարքեցիք, եկեղեցիներ եք սարքում, բարերարներով, սրանով, նրանով, Գագոն իրա կողմից սարքեց, մնացածը Արցախում սարքեցին Աստծո տները, այդ ոնց քանդվավ բան։ Հարց եմ տալի ոնց, նշանակում է ազգը պղծության եւ մեղքի մեջ է, այսպես է խոսում Եհովա Աստված, որովհետեւ ամեն անգամ, երբ որ մարգարեն ասում է սարքի, հենց որ ազգը շեղվում է, Աստված ասում է քանդի։ Քանդման process-ում ենք։ Դա էլ թաքցված ինչ-որ բան չի, որ չխոսանք կամ չբարձրացնենք։ Պղծության ամենավերջի ստադիան ենք։ Նարկոտիկ, սպանություն, պոռնոգություն, կոնտրոլ չկա երկիրը, սահմաններ չկա երկիրը, ասում է սահման, ասում է երկիրի կատաստր չկա, բայց բոզի տղեն եթե մնդրվում է որպես վարչապետ, աբսուրդ,
Չկա բացադրություն, sense բան մոլորակի մեջ չկա։ Ասում է չկա կատաստրոֆ, բայց ես վարչապետն եմ ձեր երկրի։ Հիմա 4-րդ հանրապետությունն է ուզում ստեղծի, որ աշխարհին ցույց տա, որ մենք հենց նոր ստեղծվեցինք, այն վաղտ ինչ եղել է, մերը չի եղել։ Բայց սրա հետևանքը տեսեք ուր է տանում, ես խոսել եմ ախր սրա մասին։ Բոզի տղեն գրին քարտա տալեմ Թուրքիայի եւ Ադրբեջանում, որ վաղը միսօրը գալու է Սիարիստի լարա։ Բա որ էսի ձերը չէր։ Էս ընդերքը, էս ոսկին, էս ջուրը, էս կա Ես 100-200 տարի կերե խմել եք հայր, հələ դավայ լարեք ստել ես կամ փող պետք տակ։ Ինքն պետք կանի ասի, այո, ճիշտ են ասում, ես չեմ մեղավոր, այն թակավորն էր մեղավոր։ Հիշում եք այն թակավորը, որ վերցրեց, ցարը տվեց նրան, Լենինն եկավ, Պողոսն եկավ, ես ինչ անեմ։ Ես հազիվ կարացի էսի պայն վերջը կասեն, էսի հերոս է։ Էս բոզի տղու վերջը հերոս են անելու աշկիս։ Գցենք տանի, տա թուրքեն ասի, ես հազիվ ձեզի փրկեցի։ Ու մեզի սարքիս տրուկ, թուրքերի տրուկ, գցենք մի քանի միլիարդ դնել մեր վզի, որտեղ այդ ընդերքը մենք կերել ենք, եթե մերը չի, գցենք մի Տիգրանաշենցիներ, իշքան եք կերել հողից։ Վաղը ձեզի այստեղ անկցը բռնելն են մնացած հայ ազգին էլ հետը, ասեն արեք ստել արա։ Էսի մեր հողն է եղել, ադրբեջանական հող է եղել, դուք մեր ընդերքը կերել եք։ Բերեք այս բաները տվեք, բարքերը տվեք, գցենք 50-100 տարի դուք մեզ տրուկ ըլնեք։ Ինչ պետք է անեք։ Հաստատված 4-րդ հանրապետություն առաջի, երկրորդ, երրորդը ջնջվում է։ Նշանակում է Արևմտյան Հայաստան, քարտեզ, այս ամեն ինչը, այն ինչ որ ին վրեն կա, ջնջվում է, Նիկոլը սաղ տալում է, ջնջում է սաղ։ Արցախը մոռանում ենք, այս գյուղերը մոռանում ենք, թազա քարտեզը սարքում, ասում է, այս աղբեր, նոր հենց նոր մենք ծնվանք, նոյը հենց նոր իջավ Արարատի լեռան գլխից, մենք հենց նոր կոչվեցինք Հայաստան։ Ես էլ ձեր առաջնորդ եմ ու շատ զոմբիներ ասում եմ, վաու, ապրի մեր վարչապետը։ 32 զոհ խաղաղության մեջ, նարկոտիկը վխտում է, 250 աղանդավոր եկեղեցիներ, չգիտեմ, անծայրածիր մարգարեներ, սքեմը վրեն, մենք կոչվում ենք քրիստոնյա ազգ։ Այս էր մեր ուզածը։ Աբսուրդ։ Սես բան չի կարանի, աշխարհում մեկ ման կա, սես բան չես կարա գտնես։ Գցենք չկա, ուր ուզում ես հետած չկա։ Ու մենք կոչվում ենք ազգ, մենք կոչվում ենք բարոյականությունից ենք խոսում, սությունից ենք խոսում։ Հասկանում եք սելի հայրենակիցներ, էսի աբսուրդ է։ Աբսուրդ է։ Ու 14 միլիոն դուսը ապրող հայ լռում է։ Ու շատերն ասում են ապրի Նիկոլը, ապրի Նիկոլը։ Էսա կեթակ թե խալի, հեմեկ որ ձեզի խալի արեք, որ 31 թվին արդեն դուք մտնում եք բարի գալուս Թուրքիայի հանրապետություն, որտեղ ռուսը լավը չէ, կեղտոտ էր, փուֆ էր, լավը չէր, աղբեր։ Դուք լավ ելնեիք, դուք հզորանայիք, դուք անեիք, դուք ուժեղնայիք, ոչ թե Սերժին թողիկ, մերժիկ, թողիկ, սարքիկ սուրբ, գնացեք եսի մումն եք բռնում, գցենք մի հատ օլիգարխի եք բռնում, Գագոին եք բռնում, գցենք գլուխին թողել են, գնացել են մարմնի անդամներ են բռնում, ասում են, այ տեսեք ինչ արինք, արա ինչ արինք։ Գագոին եւ մնացած օլիգարխներին բերել են Սերժը, Քոչարյանը, Լևոնը։ Ինչ եք զարմանում։ Իրաց բերած, ասում է քամու բերած, քամու տարած, ինչ եք ուզում։ Իրանք են արել, իրանց բուֆերն է եղել այս ամեն ինչը։ Դրա համար պիտի ես ամեն ինչը, որ ես ասում եմ, պիտի քանդվի։ Ես նորից եմ ասում, ես չեմ լռելու, ես չեմ բախենում ոչ մեկից, որտեղ ես իմ Աստծուն հավատում եմ, հարություն առած Քրիստոսը ճշմարտության մեջն է, նա ճշմարտությունով հարություն առա, ոչ թե իր մուսկուլներով կամ զենքով կամ օլիգարխով կամ ախրանով, որևէ մեկը չի կարա ճշմարտությունից փախնի, որևէ մեկ այն տղեկի արյունը չի կարա մոռանա, կարող է շատ բոզի տղեկ կարան են թուրքը հապատակ, որ դնեն առևտուր անեն մեր տղեկի արյան գինը, բայց ես միշտ ասել եմ, այդ արունը երկինքա բարձած է, իսկ մեր Աստված այդ ամեն ինչը տեսել է, որ մեր տղեկը արդար կռիվ են տվել հանուն հայրենիքի, պատասխան են տալու, ու գալու այդ պատասխանի օրը, Նիկոլ Բոզի տղա, դու չես, որ որոշելու ես հայկական հողի և սահմանների տեղը, դու որ 100% չես, դու ուղղակի թուրիմացություն ես, որ Սերժը և մնացած են հետևի Բոզի տղեկը բերեք ես դրել են ուղղակի, որ ես ասել եմ, դու սատկելու ես հենց իրանց ձեռքով, որտև դու խամաչիկ ես, դու մարիոնետ Բոզի տղա ես,
Դու խաղում ես սաղի հետ։ Դրա համար ես հիմա էլ եմ ասում եւ ասում եմ, դու սատանայի առաքյալ ես եւ դու չունես այդ իշխանությունը։ Մեր ազգի, մեր մշակույթի, մեր հավատքի, մեր հողի, մեր այրան հետ քո նման ու քո նման մտածողները խաղան, բոզի տղա։ Ու ով որ քո պես կմտածի, որ մեր տղեկը ուղագի այդ սահմանը պահել են որպես Ադրբեջանի սահման, կամ այդ սահմանը պահել են որպես Ադրբեջանի հող, քո նման բոզի տղա են։ Էդի ես եմ ասում, իմ խոսքերը մնայուն են։ 24 ժամ ես իմ խոսքի տերն եմ։ Որևէ մի հայ, եթե կարա մեր տղեկի այրան գինը, մեր հողերին կասկածի տեղ տնի, ուրեմն հայ չելի, բոզի տղա թուրքա։ Աստված օրհնի մեր հայ ազգին, լավ եղեք, կհանդիպենք շուտով, աղոթեք, շնորհակալ եմ այն աղոթող մարդկանցից, որ մեր համար աղոթում են, շնորհակալ եմ այն հզոր աղբերներից, որ մեր կողքը կանգնած են։ Մենք գնալու ենք մեր երազած Հայաստանի հետևից, մենք գնալու ենք մեր հավատքի հետևից, իսկական հավատքի, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգու պահելու այն տիտղոսը, որ 2000 տարի առաջ եւ մենք չենք սգում, այլ մենք ուրախանում ենք Տիրոջով։ Տերն ասում է ուրախացեք ամեն ժամանակ։ Աստված օրհնի ազգին, կհանդիպենք շուտով։